Հավատով խոստովանիմ և երկիր բականեմ քեզ, անբաժանելի լույս, միասնական սուրբ երրորդություն և միաստվածություն, արարիչ լուսո և հալածիչ խավարի, հալածյա իմ հոգբոյ մեզ խավար մեղած և անգիտության, և լուսավորյա զմիդս իմ իժամուս հայսմիկ, աղոթել քեզ իհաջույս, և ընդունել իքենս խնդրվածս իմ, և ողորմյա քո արարածոց և ինձ կազման մեղիս։ Բարի երեկո ցեզի։ Նախքան մեր սերտողության անցնելը քանի մի բաներ ուզեմ ցեզ հետ կիսել, ցեզ հիշեցնել։ Մի առնեք որպես ուսուցիչի եւ աշակերտի հանգամանքով։ Այլ արեք որպես հարազատի հանգամանքով։ Ինչպես Պողոս Արաքյալ հաճախ իր նամակներում մեջ կհիշեր։
Երբևիցե Պողոս Արաքյալ ինքզինքին չդվավ այդ հանգամանքը ասելու համար ես Արաքյալ եմ, դուք լսողներն եք, ես Արաքյալ եմ, դուք հավատացյալներն եք, ընդհակառակը։ Նույնպես ինչ որ ուզեմ ցեզ հետ կիսել, որպես հարազատի եւ ոչ որպես ուսուցիչի աշակերտի, որովհետեւ մեր բոլորի ուսուցիչը Քրիստոս ինքն է։ Մեր բոլորի վարդապետը Քրիստոս ինքն է։ Եվ ըսելիքս հետևյալն է. առաջին նախքան սերտողությունը ինչ որ գնենք մենք, շարականի երկեցողություն է, աղոթք է, այդ բոլորը գնենք, որպեսզի հոգևոր մթնոլորտ ստեղծենք։ Հետևաբար փափակս է, խնդրանքս է, երբ որ կմասնակցենք այդ աղոթքներուն, այդ շարականներուն, միգուցե նաև քրափար ցևով է, որ անհասկանալի է, կփորձեն կարելի եղած չափով նաև փոխանցել այնինչ որ իմաստն է։ Բայց նպատակը այն է, որ նախքան սերտողությունը, երբ որ այդպիսի պահ կդրամատրվի, այդ պահը որպեսզի մեր հոգիները պատրաստվի։ Որտեղ ինչ որ պիտի սերտենք, Աստծո շունչով քրված հատվածներ է, որ պիտի սերտենք, կնշանակե մեր հոգիները որքանով կպատրաստվի։ Այնպես ինչպես է որ մարմնամարզանքի կերտակ, անոնք որոնք կերտան, այնտեղ քոչը, մարզիչը warm time հասկացողություն ունի, կամ warming time, ինչ որ գսեն, որ կնշանակի պետք է տաքանաս մի քիչ, մգանները պետք է պատրաստես, դրամապանական չէ ամիջապես երթաս մարզանքի սրա, եւ քեզ ամիջապես դրվի ծառայությունը սկսիս մարզանքից։ Նույնպես այլ հոգևոր մարզանքի ժամանակ նույն այդ սևի, այդ դիպի մեթոդ մը կա, մոդեցման եղանակ մը կա, որ մեր հոգիները ըստայն պետք է պատրաստվի, որովհետև չմոռնաք, երբ որ հոսքուկակ եւ մանավանդ այսպիսի ժամու կուկակ, կնշանակի ամբողջ օրվան մը մտահոգությունն է, դժվարությունն է, նեղությունն է, ուրախությունն է, ինչ որ է, ծեր մտքին, ծեր սրտին վրա ծառացած է։ Եվ երբ որ այստեղ գուկակ, նույն վիճակով գուկակ, եւ կարելի չէ այդ ծառացած վիճակի մեջ այս անգամ առնել փամը, որ մեր հոգիներու սնունդն է։ Անորամար պետք է պատրաստ լա մեր մտքերը, մեր հոգիները, մեր սրտերը, անորամար նաեւ մենք ասում ենք խնդրենք, որ մեզի իմաստություն դուր, որովհետեւ մենք կարենանք հասկանալ այս բոլորը։ Երկրորդ այն ինչ որ ուզեմ գիսել ձեր հետ, այն է, որ դարձյալ խնդրանք է, թերթիկները որ գդրվին ցեզի, դանիք ցեզի հետ, ինչու, որտեղ այս թերթիկներում մեջ նաև կա բացատրությունը օրվան հատվածին, որ կնշանակի անգամը եւս երբ որ կգարթամ, ուրիշ մեկ բան մնալ կավեցնեմ իմ մտքիս մեջ, որտեղ փորձեցի մեկ ժամվան տևողությամբ գետրոնանալ թե ինչ կսվի, այս հատվածը ինչ ունի փոխանցելիք, բայց ասեմ ցեզի 10 վայրկյան 5 ժամ հետո պիտի մոռնամ այդ ասվածները, քրությունը գհիշեցնե, գթարմացնե մտքիս մեջ, թե այսօր ինչ խոսվեցա, հետո սակայն հետևյալն է, գարթալես հետո քովս չբահեմ, այլ դամ անոր, որ ներկա չեղավ, փոխանցեմ անոր, որ եթե օգտվեցա, ինքնալ օգտվի, հաջող լսած եմ եկած են մարդիկ ասելու համար, թե անցյալին մնացած թերթիկներ ունիմ, ինչ պիտի անեմ, բաժնե, եթե կգարձես որ անոնք Աստծո խոսքեն հատվածներ են, եթե կգարձես որ անոնք Աստծո խոսքի բացատրություններ են եւ օգտվեցար այդ բոլորեն, դուր ուրիշին, փոխանցե ուրիշին, որովհետեւ այսօր իրավես կարիքը կա այսօր Աստծո խոսքի քարոզչության, միայն լսողները չլանք մենք, նաեւ փոխանցողները, միայն առնողները չլանք մենք, նաեւ դվողները եւ անորամար է որ Արաքյալը գսե դալը ավելի լավ է քան թե առնելը, բայց ինչ դամ, եթե արեր եմ, այդ նաև դամ ուրիշին, և չվախտամ դալու, ըսեմ սեզի չվախտամ դալու, որուն համար է, որ գնմանցնե Քրիստոս ինչի, մոմի, գսե մոմը իր լույսը դալու չի վախնար, ընդհակառակը, մեկ մոմեն ուրիշ մոմը գվարի, բայց այդ մոմը, որ առաջինն է, երբեք չի գործընծներ իր լույսեն, ոյ մեկ բաժին, նույն լույսը կմնա, և ոչ թե միայն կմնա, այն նաև գավեցնե, ուրիշ մոմ մնալ գվար է իր հերթին, նույնպես այլ եթե մենք այստեղ կալով Քրիստոսով գլուսավ որվինք, չվախնանք այդ լույսը փոխանցել է, հետևաբար դարձյալ գսեմ խնդրանքս առաջին բաժնին, պատրաստվինք հոգևորապես, հոգիով պատրաստվինք, որպես նաև գարենանք բաժինը բարբաց ըլլալ
Գիտեք, այսօրվան համագարկչային կոմպյուտերային աշխարհի մեջ, երբ որ հանկարծ դեղ չունի այլևս, full storage է, գուկա քեզի message մը պատկամը, գսե փամը պետք է delete անես, փամը պետք է բարվես, որովհետեւ նորմը ավելցնես։ Եվ կամ գսե ուրիշ storage մը պետք է ունենաս։ Հիմա մենք ուրիշ storage-ը կարելիություն չենք ունենալ, որովհետեւ մենք ուղեր ունենք։ Ոնց ինչ որ փավեց։ Իսկ եթե մենք ուզենք ուրիշ բաներ ավելցնել, ուրեմն կնշա ուրիշ բաներ պետք է բարվենք մեջը։ Եթե որոշ բաներ կան, որ մեզ կմտահոգեն, այդ մտահոգությունները բարվենք, սակայն այնտեղ բարապ չցկենք, որովհետեւ Քրիստոս կսե, այնտեղը որ բարապ կմնա, չարը ինքը գուքա այդ բարապը լեցնելու։ Ուրեմն եթե բարվեցինք, անորդեղը լեցնելու Աստծո խոսքով։ Եվ երկրորդ ինչով որ լեցուցինք, այդ թերթիկները նաև մեզի հետ տանինք, անգամ եւս գարտանք եւ պիտի տեսնենք, որ ուրիշ լուսավորություն պիտի դա մեր մտքին, ուրիշ անդրադարձ պիտի դա մեր մտքին։ Եվ հետո եթե երբեք իրավես արին ինչ որ պետք է առնեն, դան ուրիշին անոր, որ արիտը չունեցավ ներկա տալու։ Ոչ թե միայն ասելություն, արիտը չունեցավ լսելու Աստծո խոսքը այլ խոսքով։ Այս է, որ ուզեցի ցես հետ հիսել։ Այսօր մենք կշարունակենք մեր սերտողությունը 78-րդ Սամոսի շարունակությունն է 9-րդ համարենը սկսյալ մինչև 31-րդ երկարաբադում է ճիշտ է։ Ամբողջ Սամոսը նախ ինքնին 78-րդ Սամոսը երկար Սամոսն է, որտեղ ամբողջ պատմությունն է, որ խորքի մեջ կներկայացնի։ Այն պատմությունը, որուն մասին 77-րդ Սամոսը անդրադարձավ, շատ արագ, շատ այսպես հապջեբովը, որտեղ ինքը մխիթարության կարիք ուներ եւ այդ մխիթարությունը կդավ, երբ որ վերահիշեց իր մտքի մեջ վերաթարմացուց այդ պատմությունը, թե Աստված ինչ ըրած էր իր ժողովրդի կյանքի մեջ, եւ 77-րդ Սամոսը ավարտեց ինչով։ Մովսեսով, Ահարոնով եւ Աստծո գդարած այդ մեծ գործով։ Եվ 78-րդ Սամոսը խորքի մեջ այդ մեծ գործի մասին է որ գխոսի։ Եվ ո՞րն է այդ մեծ գործը։ Աստված ինչպիսի մեծ գործ մհրավ այս ժողովրդի կյանքի մեջ։ Եթե ոչ զիրենք ազատագրելով Եգիպտոսի ստրգութերին։ Այս է մեծ գործը։ Եվ այս մեծ գործը սելով խորքի մեջ Աստվածաշունչ Մատյանը այդ կներկայացնե որպես փրկություն։ Բայց գախում ունի ինչպես գտիտենք այդ մեծ գործը։ Գախում ունի մենք որպես մարտարարացնել ինչպես գարժևորենք այդ մեծ գործը։ Եվ ադորը մարալ 78-րդ Սամոսը գուկա վերհիշեցնելու, վերաթարմացնելու եւ ասելու մտի գրեք հիմա ինչ որ ես ցեզի պիտի խոսիմ։ Մտի գրեք ինչ որ ես ցեզի պիտի պատմեմ։ Եվ մտի գրեք անսարակամին տեսակ, ագանջ տրեք, ուշադրությամբ մտի գրեք, այսինքն միտք օգտագործեցեք։ Միայն լսողի թերի մեջ մի ըլլա։ Ինչ որ գլսեք կնշάει վերլուծեցեք։ Ձամեցեք, ձամծրեցեք։ Նայեցեք խորքը թափանցեցեք, ինչի մասին է խոսքը։ Միայն պատմությունը չէ որ ցեզ պիտի պատմեմ գսե։ Եվ ինչու է որ պիտի պատմեմ դարձյալ, խորքի մեջ իրենք գիտեն պատմությունը ինչի մասին է։ Եթե հազիվ թե 1-2 բառ ասե, իրենք ամիջապես պիտի հիշեն, որ ինչի մասին է խոսքը։ Բայց ինչու է որ գգրտնե, պիտի վերագրտնե, պիտի վերհիշեցնե, որբեսի չլա թե 8-րդ համարը այդպես վերջացրինք, որբեսի չլա թե մեր նախահայրերու նման իրենք անհնազանդ ու անհավատարիմ ըլլան Աստուծո։ Որովհետև Աստուծո նկատմամբ մեղք հասկացողությունը անհնազանդության եւ անհավատարմության վիճակն է։ Անհնազանդ Աստծո խոսքի նկատմամբ, անհավատարիմ Աստուծո նկատմամբ։ Եվ հիմա դարձնեք ինչ է տարբերությունը անհնազանդ եւ անհավատարիմ։ Որ կա հնազանդություն եւ հավատարմություն։ Աները անհնազանդ, անհավատարիմը փածասականն է։ Չեն է, չէ։ Հնազանդ ըլլալու փոխարեն անհնազանդ են, հավատարիմ ըլլալու փոխարեն անհավատարիմ են։ Եվ հնազանդությունը Աստծո խոսքին նկատմամբ, որ կնշանակե, երբ որ Աստված պատվիրամ մնե որ տված է, երբ որ Աստված օրենք մնե որ տված է, երբ որ Աստված փամ մնե որ ըսած է, այդ խոսքին նկատմամբ ես որքանով հնազանդ եմ եւ հնազանդ ըլլալ կնշանակե խոսքը լսել, խոսքը կործատրել։ Միայն բավարար չէ խոսքը լսել, այլ նաև խոսքը կործատրել։
Եվ այդ խոսքը լսելու եւ գործադրելու միջև Քրիստոս արագ մնե որ կպատմի։ Գսե հայր մգար ուներ երկու զավակներ։ Մեկունը սավ արդս կնա աշխատիր։ Ինչը սավ այդ երդասարտը այդ զավակը, սավ այո գերթամ, բայց գսե չգնաց։ Երկրորդ զավակինը սավ քնա, սավ չեմ երթար։ Բայց հետո գսե իր մեջ սկսավ մտածել եւ քնաց։ Հիմա գսե որ զավակներն մեկն է, որ հորը գամքը կատարեց, ան որ քնաց։ Ուրեմն կնշանակե լսերը բավարար պիտի չնա, եթե ես այդ իմ լսածս պիտի կյանքի չգոչեմ։ Ուրեմն հնազանդությունը Աստծո մեջ կկայանա։ Ոչ թե միայն Աստծո խոսքը լսել, հնազանդ եմ ես Աստծո խոսքը լսել, այլ բավարար պիտի չլա հնազանդության նշան մտալու մեզի։ Հնազանդությունը նաև ենթադրե այդ լսածս կյանքի գոչելու մեջ։ Եվ ադորամար Քրիստոս իր ամբողջ ուսուցումները գավարդե ինչով։ Դարձյալ երկու օրինակներ տալով։ Երանի է այն մարդը, որ այս խոսքերս ոչ թե միայն կլսե, այն է կգործադրե, կնմանի այն մարդուն, որ իր տունը կշինե ժայռի վրա։ Իսկ այն մարդը, որ կլսե այս խոսքերս, բայց չի կատարեր այդ խոսքերը, կնմանի այն մարդուն, որ դարձյալ տունը կշինե, բայց այս անգամ կշինե ավազի վրա։ Եվ երբ որ ալիքները կզարդվին, ողն ու փոթորիկը կփչեն, այդ տունը կգործանի, որտեղ ավազի վրա շինված է։ Ուրեմն կնշա Աստծո խոսքի նկատմամբ այդ հնազանդությունը կընդհանրե նաև այդ լսածը մեր Աստծո պատվիրանը նաև կյանքի կոչելու։ Իսկ հավատարմության եւ անհավատարմության մասին ինչ է։ Աստծո նկատմամբ։ Եվ ինչի մեջ կգայանա անհավատարմությունը կամ հավատարմությունը։ Աստված զայն կնմանցնե այր եւ գնոջ գաբին։ Ինչպես որ գսե այր եւ գնոջ գաբը ամուսնական գաբը հավատարմության եւ անհավատարմության փամ մգա այնտեղ երբ է այդ անհավատարմությունը երբ որ գսե մեկն ու մեկը պիտի երթա ուրիշին եւ Աստծո եւ իր ժողովրդի միջև գաբը նույն ցեվով կներկայացնե այր եւ գնոջ գաբի պես որ կնշանակի եթե հանգարց ես որպես մարդ արարածս քացի ուրիշ աստվածներու յետևե ահա այն ադեն նաև Աստված կփնորոշե այս ժողովուրդը ինձի անհավատարիմ եղավ որ կնշա ուրիշ այր մարդու քնած եթե գինը պիտի պատկերացնենք բան ուրեմն ամեն անգամ երբ որ ժողովուրդը ուրիշ աստվածներու յետևե երթա այդ երթալը կփնորոշե որպես բորընդություն եւ աստվածաշնչական բացատրություն է եւ այս ժողովուրդը սկսե բորընկացավ որ կնշանակե ուրիշ աստվածներու յետևե երթալ եւ ուրիշ աստվածներու յետևե երթալ կնշա ուրիշ աստվածներու պաշտամուն տնծայել ուրիշ աստվածներու ծառայություն անել որտեղ հաջող այնպես մը կգարձենք որ աշխարհը որ մեր շուրջը կդառնա եւ ոչ թե մենք աշխարհի շուրջը կդառնանք այնպես մը կգարձենք որ մենք ենք Տերն ու Տիրականը բայց ցավոք սրտի եկեք տեսեք որ մենք ենք ստրուգը մենք ենք ծառաները եւ ինչի ստրուգը կամ ծառաները խորքի մեջ մեր ցանկություններուն, մեր գիրքին, մեր ծրագիրներուն եւ մեր կյանքի մեջ շինած այլ եւ այլազան ու բազմազան աստվածություններուն եւ այսօրվան ամբողջ իրադարձությունները ուրիշ բան չեն, եթե ոչ այդ երևույթը կբարձեն այդ երևույթը կբարձեն եւ ադորամար եթե այսօր երկրորդ Սամոսը գարտակ երկրորդ Սամոսի մեջ գնշե դերը ըսելու համար թե շուտով իդիկա ինչ ունելու թագավորները, իշխանները, ղեկավարները եւ ամբողջ բնակությունը ինչ ունելու իր փառության, իր զայրույթի արդյունքը ցույց տալու ինչու որովհետեւ մարդկությունը ամբողջ ինչ վիճակի մեջ է որ կապի եթե ոչ անհնազանդության եւ անհավատարմության Եվ հավասիկ 78-րդ Սամոսը գուկա հիշեցնելու այս պատմությունը վերաբատմեն ցեզի որովհետեւ հանգարտ չլա թե դու գան մենք գան քալիք սերունդը եւ ամբողջ միտքը այդ էր Ասաֆին այս սերունդը քալիք սերունդը դակամին քալիք սերունդները որովհետեւ չլա թե անհնազանդ ու անհավատարիմ լան ինչպես որ իրենց նախահայրերը եղան Եվ երբ որ կշարունակենք այսօր 9-րդ համարենը սկսյալ
Եվ օրինակը գբերը ասավ Եփրեմի ցեղին։ Եփրեմի ցեղը իմիջայլոց Հովսեփի զավակներն մեկն է։ Հակոբ ուներ 12 զավակներ։ Եվ յուրաքանչյուր զավակները իրենք ունեցան իրենց զավակները։ Այս բարակային Եփրեմի ցեղը նաև այն ցեղն է, որ Հովսեփեն ծնած է։ Հովսեփ իմիջայլոց 12 ցեղերեն մեկն էր, 12 զավակներեն մեկն էր։ Այստեղ օրինակը կվերցնե Եփրեմի օրինակը կվերցնե։ Եվ տեսեք ինչ է գսել։ Ինչպես վերը ինչը սա գաբենք ամբողջ հատված իրարու գաբենք։ Անհնազանդ ապստամբ չլնան, ինչպես որ իրենց նախահայրերը եղան, եւ իբրև օրինակ, ինչպես Եփրեմի ցեղի պատկանողները, որոնք թեպետ նետ եւ աղեր ունեին, ըսպարասինված էին, բայց բادرազմի օրը ցկեցին փախան։ Ինչու համար իրենց ըսպարազինություն դրված էր։ Ինչու համար իրենց նետ եւ աղեր դրված էր։ Ինչու համար իրենք գոչված էին, գանչված էին բادرազմնելու եւ որու թեմ, չարին թեմ։ Եվ իրենք, որ իրենց համար դրամատրված էր նետ ու աղեղը, իրենք փոխանակ բادرազմելու ինչ ուրին, դեղի տվին։ Եվ միտքը գուքան նախորդ հատվածեն, իրենց անհնազանդ ու ապստամբ ըլլանը Եփրեմի ցեղը եկավ դալու մեզի այդ օրինակը, ինչ ցևով իրենք ապստամբ եւ անհնազանդ եղան։ Իրենք փոխանակ թեմ տնելու չարին, իրենք փոխանակ թեմ տնելու գրաբաշխության, իրենք փոխանակ թեմ տնելու ուրիշ սուտ չասվածություններու պաշտամունքին, ընդհանրակը իրենք հետևեցան այդ պաշտամունքին։ Ինչպես որ Երեմիայի մարգարեության մեջ կգարթանք, Աստված ինչու բրգեց Երեմիային։ Գնա խոսիր այս ժողովրդին։ Ինչու։ Որտեղ այս ժողովուրդը օր ցերեգով արդուգանուխ գելլե լերները, գերտա անդարները ինչ ընելու, գսե գերտա պաշտամունքներ ընելու։ Իրենց ով գսե ըսավ այս բոլորը որնեն։ Եվ ես գսե ամեն արավոտ գանուխ արտնցա, որպես այս ժողովուրդը արտնցնեմ, ըսկաստության հրավիրեմ, որպեսի չլնա թե երթան այդպիսի տեղերու։ Եվ հիմա կնա ասե այս ժողովրդին գսե, որ պիտի գոդորվին։ Կնա ասե այս ժողովրդին, որ այլևս հասած է ժամը գոդորացի։ Տեսեք, այստեղ խորքի մեջ Աստվածաշունչ մատյանը այս ամբողջ ըսելիքներու մեջ նաև անոր հոգևոր բաժինը ցույց կտա։ Այսօր մենք ինչ ունենք քաղելիք։ Այսօր մենք հաջող երբ որ նեղության եւ դժվարության մեջով գանցնենք, հիշեցեք 77-րդ Սամոսը։ Ինչի մասին էր 77-րդ Սամոսը։ Մխիթարություն կփնտրել։ Նեղության դժվարության մեջ է եւ ուզե մխիթարվին։ Մեկը չկա զինք մխիթարող։ Ով է որ մխիթարեցինք պատմությունը։ Աստված ինչ որ անցյալին ըրած է։ Եվ ինչ որ անցյալին ըրած էր, գնշանգա այսօր նույնը գրնա ընել։ Եթե անցյալին ազատեց իր ժողովուրդը, այսօր ալ գազադե իր ժողովուրդը։ Պայմանավ սակայն չլնա թե անցյալի այդ ժողովրդի նման անհնազանդ, անհավատարիմ եւ ապստամբ ժողովուրդ մլանք նաեւ մենք, որ գնշանգա այսօր մեր ունեցած նեղության եւ դժվարության մեջ Աստված մեզ գսպարազինե ամեն տեսակի նետերով եւ աղեղներով։ Պայմանավ սակայն մենք գոկտակորձենք այդ նետերն ու աղեղները։ Կամ բուքան ցերնացա լսելու համար մենք ինչ անենք հիմա այս գացության մեջ։ Մենք ինչպես հաղթահարենք հիմա այս դժվարությունները։ Եվ երբ որ հուսահատության մեջ ենք, վերաթարնանք պատմության։ Աստված ինչպես ազատագրեց իր ժողովուրդը Եգիպտոսի ելքեն։ Աստված ինչպես անցուց զիրեն կարմիր ծովեն։ Ամբողջ պատմությունը անոր մասին է միջակայքից։ Եթե անցյալին անցուց Աստված զիրենք այդ բոլորի մեջով, այսօր ինչու չի գրնար անցնել։ Պայմանավ սակայն ես իմ հնազանդությունս եւ իմ հավատարմությունս ցույց տամ։ Այլ խոսքով կնշանակե կապված մնամ, իմ վստահությունս կապված մնամ այդ ամենազորին, ամենագալին, բարձրալին։ Եվ հանգարց հուսահատելով չփնտրեմ ուրիշ աստվածություններ։ Այսօր մենք կապրենք այդ վիճակը։ Դակամին շատ ժամանակ չանցած։ Միայն այս երկրի մասին չէ խոսքը, ընդհանրապես այդ մասին է խոսքը։ Այսօր մարդկությունը փնդրդուքի մեջ է։ Ինչի փնդրդուք? Փրկության, ազատագրումի։ Փրկության եւ ազատագրումի։ Ով մեզ պիտի ազատե այս տնտեսական տագնապեն։ Մենք։ Ով մեզ պիտի ազատե այս քաղաքական անորոշությունեն։ Ով մեզ պիտի ազատե այս ընկերային տագնապներեն։ Ով մեզ պիտի ազատե, տեսեք,
Փնդրդուքի մեջ ենք մենք։ Եվ հանգարց գել է նախագահը, հանգարց գել է վարչապետը, հանգարց գել է չգիտեմ ինչը, նախարարը, ինչ որ անուններ են խորքի մեջ։ Խորքի մեջ բարձրապես անուններ են։ Բայց միտք բանին ինչն է։ Միտք բանին այն է, որ մեր ունեցած տնտեսական դակնավին, քաղաքական անորոշության, ընկերային վիճակներուն այդ բոլորի թիմած փոխանակ մեր վստահությունը, Հիսուս Քրիստոսը լալու, որը վրա թրած ենք մեր հույսը, մարդ արարածին վրա։ Ճիշտ է անուն կան իբրև ղեկավարներ, սխալ չհասկնաք, Պողոս Արաքյալը գսե, հարգեցեք ձեր ղեկավարները, աղոթեցեք ձեր ղեկավարներու մասին, բայց մի առնեք ձեր ղեկավարները որպես աստվածություններ։ Եթե երբեք մենք ամեն անգամ երբ որ աղոթք մգնենք եւ աղոթքի ավարտին գսենք, քեզի գվայել է միայն փառք ու բադիվ եւ երկրպագություն։ Եվ հանգարց կդառնանք այդ աղոթքեն հետո, մարդումն է որ գուտանք այդ փառքը, մարդումն է որ գուտանք այդ բադիվը։ Ինչպես կուզեք աշտեցնել այս երկու երևույթները։ Մենք կոմեն գսենք քեզի է վայել փառք, բադիվ, երկրպագություն, իշխանություն, զորություն, չգիտեմ ինչ, մյուս կոմեկը դառնանք ղեկավարին գսենք, եթե դու չլաս մենք մեռած էինք, եթե դու չլաս մենք այսպես էինք։ Եվ հիմա մենք քանի աստվածներ կպաշտենք։ Մենք քանի օքիներու երկրպագություն ունենք։ Հետո ակուքան գսել համար ինչու է մեր այս վիճակը։ Որտեղ այս է մեր վիճակը։ Եվ ադոր համար ասաֆը գուկա և գսե դեսե, զգուշ եղեք, նույն սխալին մեջ չինակ, նույն անհնազանդության և անհավատարմության, մանավանդ աբստամպ է այս ժողովուրդը։ Եվ ադոր համար ասված իրեն սորվեցուց։ Ասված այնպես չէ, որ գանցեց այս ժողովուրդը և ասավ գիտեք ինչ, անավատ կացեք խոստացված երկիր։ Ոչ։ Հատվածը քայլ առ քայլ ցույց կտա, որ ասված երեխայի նման ցերկե բռնած առաջնորդեց այս ժողովուրդը։ Եվ այնպես մսորվեցուց այս ժողովրդին։ Քանի սերունդ եք 12 սերունդ, 12 ցեղեր։ Նույնիսկ հասավորումները ասված ըսավ թե ինչպես պետք է հասավորվին։ 12 սերունդները բաժնեց 4-ի։ Ամեն մեկ բաժնի 3 սերունդ, 4 կողմերով։ Եվ սա վկայության խորանը ուխտի տաբանակ անոր մեջ, ծեր գետրոնը ըլլա, և դուք անոր շուրջ խմբավորվեցեք 12 ցեղերդ, որ կնշանակե ծեր կյանքը ըլլա աստվածագետրոն կյանքը։ Աստված ծեր կյանքի գետրոնը։ Եվ ոչ թե եսագետրոն կյանքը, ոչ թե ոչ մեկ ցերի գետրոնը ունենալով կյանքը, այլ աստվածագետրոն կյանքը։ Նույնիսկ եթե բեք հետագային դուք թագավորներ պիտի ուզեիք ունենալ, ունեցաք այդ թագավորները, բայց այդ թագավորներն ալ գոչված էին, որ ժողովուրդն ամբողջ առաջնորդեն աստվածագետրոն կյանքը, եւ ոչ թե եսագետրոն կամ մարդագետրոն կյանքը։ Եվ ադորամարը լավասիկ ասավ կուկա և գվերիշեցնե, այն նույն բատմությունը, թե ասված ինչ ըրավ այս ժողովուրդի կյանքի մեջ։ Եվ գսե, որև ասո հետ ուղտը չբահեցին և մերժեցին անոր օրենքին համացայն ապրիլ։ Դեսեք, ուղտ գնքեց, ուղտը չբահեցին, օրենք տվավ, օրենքին համացայն չապրեցան, քիչ աչվա երկու բարերու կործածություն է, անհնազանդություն և անհավատարմություն։ Մորցան իրենց համար Աստուծո ըրացները, անոր ցույց տված ըսկանչելի գործերը, ասված անոնց հայրերուն թիմած հրաշքներ ըրավ, Եգիպտոսի մեջ, Դայանիսի թաշնի մեջ, ձովը ճեղքեց, անոր մեջ են անցուցանում, Գարմիր ձովի պատմությունն է, բադիմը բես կանգնեցուց իր ճուրերը, եւ այսօր այդ ամբողջ դեպքերը մարդիկ կներկայացնեն որպես հեքիաթներ, այս ամբողջ դեպքերը մարդիկ կներկայացնեն որպես ինչ գիտեմ առասպելներ։ Բայց խնդիրը հետևյալ բանի մեջ կկայանա։ Հեքիաթը կամ թե առասպել է, մեկ բան որոշ է, ինչ որ կներկայացնե Քրիստոս իր աշակերտներուն հետ,
Երբ որ ալեգոծության բռնեցավ այն նավը, որում մեջն էին աշակերտները։ Արտնցուցին ասելու համար արտնցի, որտեղ կգործնենք։ Եվ գսե Քրիստոս արտնցավ, խաղաղեցուց, հանկարդեցուց։ Եվ դառնալով իր աշակերտներուն ինչ որ ասավ, դերահավատներ ենք։ Բայց աշակերտները ինչ ասին։ Ով է այս, որ իրեն կհնազանդին, ովն ու փոթորիկն ու ալիքները։ Ով է արարիչն է, ստեղծիչն է։ Եվ անորոմար այնքան քեղեցիկ է ծննդյան շարագանի փարերը, ով զարմանալի, որ գխոսի կպատկերացնե հորթանան քեդի վիճակը, գսե մի զարմանար, եկողը քու արարիչն է։ Քեդը կզարմանա, իրար կհանցնի, ով մտավ իմ ճուրերուս մեջ։ Գսե մի զարմար, իրար մի անցնիր, քու արարիչն է։ Երբ որ ինքը արարիչն է, երբ որ ինքը ստեղծիչն է, ինչ բան գարքիլ է, որ ինքը չօգտագործե բնության դառերը, ինչ բան գարքիլ է, որ ինքը օգտագործելով բնության դառերը իր պատկամը չփոխանցե, եթե ինք արարիչն ու ստեղծիչն է, ասոր մեջ կգայանա մեր ընդունման եղանակը եւ մեր թավանանքը, որ զինք իբրև ինչպիսին կընդունենք մենք, արարիչն է կամ արարիչը չէ, ստեղծիչն է կամ ստեղծիչը չէ, եթե ինքն է, կնշանակե ինքը դերն է այս ամենին, եւ եթե ինքը դերն է, կնշանակե իր ուզած ցևով, իր ուզած ադեն գրնա այդ բոլորը օգտագործել իր պատկամը փոխանցելու համար, իր հրաշքները ցույց տալու համար։ Որտեղ եթե եք թուն որպես մարդարանած գուզես անբանան փամը տեսնել որպեսի հավատան, ահա վասիկ նշան քեզի։ Եթե անպայման գուզես փամը տեսնել, տեսնելով հավատալ։ Բայց ընդհակառակը երևույթը նաև հակառակն է։ Դու պետք է հավատաս որպեսի տեսնես։ Որ կնշանակի քեզի ինչպիսի նշաններ ա ցույց տամ, եթե հավատքը չունիս, դու մի չկարենաս ընդունել եւ տեսնել այդ բոլորը ինչ որ դերը կկատարի։ Եվ անորոմար քեզի համար պիտի թվի որպես առասպելի, քեզի համար պիտի թվի որպես հեքիաթի, եւ երբեք պիտի չընդունիս որպես ճշմարտություն։ Եվ ահավասիկ Ասավը կպատմի եւ գսե, բադի պես կարծեք, այնպես մըրավ, որ ցամաքիմը վրայով կարծեք կանցներ այս ամբողջ ժողովուրդը։ Եվ նույն այս ժողովուրդը ագանադես եղավ, իր աչքերով տեսավ։ Երբ որ քիչ մը յետև դարձավ եւ տեսնե ինչ, այն տշտամին որ գուքար գարքերով Փարավոն եւ իր ամբողջ փանակը այդ նույն ճուրերում մեջ ընկղմեցան։ Նույն ճուրերում մեջ ընկղմեցան։ Եվ իրենց աչքերով տեսան։ Եվ ինչու Աստված ցույց տվավ, որ իրենց աչքերով տեսնեին, որովհետեւ քոնե հավատային։ Բայց իրենք պիտի շարունակեին նույն անհնազանդությունը եւ նույն ավստահությունը։ Զանոնք առաջնորդեց ցերեգ ամբով, քիշերը գրագի լույսով։ 40 տարի անաբադի մեջ չվեցին այս ժողովուրդը։ Երևակայեցեք բաղմա անաբադի արևու տակության եւ այդ տակության չափը եւ ասված իրենց համար ամպը ցույց տվավ։ Եվ այդ ամպը իրենց համար եղավ նաեւ հովանի, իրենց համար նաեւ եղավ շուք, որպես իրենք այդ անաբադային արևու գիզիչ այրվածքեն չվնասվեին։ Իսկ քիշերը իրենց տվավ լույսը, որպես նաև ի բանջել հարգին քիշերով ալ չվեին, քիշերով ալ ճամփորդեին, որտեղ իրենց ամբողջ նպատակը անաբադի մեջ ապրիլ չէր, այլ երթար թեպի խոստացված երկիր։ Գնշանակը եթե պետք է հաջող չվել կյանքի մեջ, հաջող նաև գրնանք չվել քիշերով։ Քիշերը ոչ անպայման ժամանակի իմաստով քիշեր, այն նաև դժվարին պայմաններում մեջով անցնելով, բայց միշտ իմդի ունենալով, որ ասված մեզի համար ունի պատրաստած է գրագե սյունը, լույսը, քիշերով մեզ առաջնորդելու։ Ցերեգով ալ մեզ կանաչնորդե այս անգամ մեզի լալու հովանիմը, ամբի նման, ինչու հաջող կզենք ամբ հովանի, ինչպես որ ասված ինք իր ժողովրդին համար ամբ հովանի եղավ, որպեսզի զիրենք պաշտպաներ գիզիչ արևու
այդ այրվածքեն այսօր ան մեզ գրնա պաշտպանել կամ ոչ։ Ինչու չի գրնար։ Եթե անցյալին հրավ այսօր ալ դնեք նշանակ։ Եթե անցյալին ցույց տվա, ոչ թե միայն խոստացավ, նաև ցույց տվավ, ինչու այսօր չգրնանեն։ Մանավանդ այսօրվան այս դժվարին պայմաններում մեջ որ դանսի ամբողջ մարդկությունը, ոչ թե միայն միջին արևելքի մեջ, ոչ թե միայն Եվրոպայի մեջ, ամբողջ համագարկը, ամբողջ մարդկությունը այսօր գդարաբի։ Եվ ընդդրդուքի մեջ է։ Ինչպես ազատինք այս վիճակներեն։ Դերմը քաղաքական, դերմը պատերազմական, ուրիշ դերմը տնտեսական։ Ինչպես պիտի ազատինք այս վիճակներեն։ Ո մեզ պիտի մխիթարի այս բոլորի մեջ։ Ինչպես պիտի պահենք հավատքը այս բոլորի մեջ։ Կորզնականը լավ, ինչպես պիտի պահենք հավատքը այս բոլոր իրադարձություններու մեջ։ Գսեք արդացեք պատմություն։ Բայց մի գարտակ որպես պատմություն։ Գարտացեք այնպես մը, որ ասված այսօր գործե, այսօր ասված պիտի գործե։ Այսօր ասված ինքը գարաչնորդ է։ Բայց մենք որ պետք է տեսնենք այդ ամբիսյունը, որպես առաջնորդ տվի։ Մենք պետք է տեսնենք այդ գրագիսյունը, որպես կարենանք առաջնորդ տվի, որպես կարենանք այդ վստահություն ունենալ։ Եվ այս բոլորով անաբադի մեջ ժայռերը ջահկեց, չուրեր, արադորեն խմելիք չուր դվավ, երկրի խորերեն, ժայռերեն արվակներ պխեցուց, չուրերը կեդերու վես հոսեցուց, բայց անոնք շարունակեցին Աստուծո թեմ մեղանչել։ Եվ ավելի փարգացուցին փարցյալը անչրտի, գնշայ չուր չեղող դեղ, անաբադի մեջ են, և փարցյալը ավելի փարգացուցին։ Եվ ինչով փարգացուցին, և որ ոսկի հորտը շինեցին։ Եվ ոսկի հորտը շինելը ինչն էր, ինչի նշաներ, անվստահության, Աստուծո չվստահելու, որտև հանգարց Մովսես 40 օր, երբ որ գնաց Սինայ լեր բարձրացավ, Աստուծո պատվիրանները բերելու, ժողովուրդը ասավ 40 օր եղավ ուր մնաց, երևի մեզ սկեց գնաց, եւ մենք անանաբադի մեջ պիտի գործվի 40 օր։ Երբ է որ դրդնչացին, որ չուր չունինք, գրեթե 40 օր։ Այն նույն 40 օրը գրնա ինձ համար ապաշխարության արիտը լավ, նույն 40 օրերը ինձ համար գրնան նաև մեղքի արիտ լավ։ 40 օր ուշացավ Մովսես ոսկի հորտը շինեցին։ Եգիպտոսեն հազիվ ելած էին, կարդացեք Ելից գիրքը։ Եգիպտոսեն հազիվ ելած էին, եւ իրենց ելնելու թվականը եղած էր ամիս եւ քիչը։ Եթե հաշվենք որպես 30 օր, ամիս ու քիչը գնշայ գրեթե 40 օր։ Եվ դրդնչացին տշկոյեցան սերոմար չուր չունինք։ Հիմա ծարավի գմերնինք անաբադի մեջ։ Եվ իրենց կսեց ժայրերը պխեցուց, ժայրերեն չուր պխեցուց, կեդեր հոսեցուց։ Ինչ կուզեք չուր, արեք ծեզի չուր։ Չուրը դվավ, իրենք շարունակեցին մեղանչել։ Եվ ինչսին, քիդանք սապարզ ասված փորձեցին, իրենց ցանկացած գերագուրներ ուզելով, Աստուծո թեմ խոսեցան եւ ասին, Աստված միթե գրնա մեզի անաբադի մեջ ուտելիք տա։ Չուրը դվավ, նայինք հիմա հաց պիտի գրնա տա, եւ միս պիտի գրնա տա, եւ ինչպես կներկայացնի ասավ, հացը եւ միսը իրենց ցանկացած ուտելիքը ուզեցին։ Այն ինչ որ իրենց ցանկությունն է։ Երբևիցե չսեր որ հացը կարևոր չէ։ Բայց այդ հացը խնդրելու թիդումն է կարևոր։ Ինչ թիդումով դու կխնդրես Աստծուն։ Ինչ է նվադագդ որ կխնդրես Աստծուն։ Եվ անորամար առաքյալը իր ընտարական նամակի մեջ կսե։ Ձեր մեղքերը ընդհանրապես ինչ է ուղղ են։ Ձեր ցանկությունները։ Ցանկալ կնշանակի փափակի ուզել։ Բայց ինչ սորվեցուցած էր Քրիստոս, ինչ կսորվեցնե Քրիստոս։ Նախ ինչ բան ուզեցեք, ինչ բան խնդրեցեք, Աստծո կամքը խնդրեցեք, եւ մնացածները պիտի դրվին։
Եվ իրենք բամը մորցան, թե ինչպես իրենք Եգիպտոսեն դուրս եկան։ Իրենք բամը մորցան, թե ինչպես իրենք Կարմիր ծովը անցան։ Իրենք բամը մորցան, թե ինչպես Աստված ժայռերեն չուր բխեցուց։ Բայց իրենց մտքի մեջ ինչ կար։ Զասված փորձել։ Որն համար Քրիստոս իր փորձություններու ժամանակ ինչ կսե։ Չլատեք ու դեր Աստվածը փորձես։ Մի փորձեր ու դեր Աստվածը։ Զասված փորձել կնշանակի վստահություն չունենալ։ Եվ ոչ թե միայն վստահություն չունենալը թեթև բառը գտվի։ Զասված փորձել կնշանակի անոր չտալ այն հանգամանքը, որ ինքը ունի։ Անոր համար կզգուշացնե։ Եվ տեսեք ինչ կսե։ Դվաբանոց հացը, երկինքեն իջացած, հրեշտակներու հաց, ոչ սովորական հաց։ Եվ զգուշացուց ամեն անգամ երբ որ գուտար այդ հացեն, այսօրվան համար միայն հավաքեցեք, վաղվան համար չմտածեք, վաղը արդեն թարցյալ ցեզի համար պիտի դեղացնեմ, բայց եթե եք գրտնագի հավաքեք, վաղվան համար բարձավես ապահովը լալու, քիծած եղեք, որ վաղվան համար հավաքվածը պիտի փորփոսի։ Բայց ես ցեզի կսեմ, որ 6-րդ օրվանը գրտնագի հավաքեցեք, 7-րդ օրվան համար, որտեղ 7-րդ օրը պիտի չդեղացնեմ ցեզի հաց։ Որ այս ալ մեկ այլ ուրիշ երևույթ մներ զիրենք քաստիարակելու, թե որքանով պիտի վստահին Աստծո խոսքին, Աստծո խոսքի զորության։ Եվ գսե շատերը գրտնագի հավաքեցին ամեն օրվան։ Եվ հաջորդ օրը գսե փորփոսած էր արդեն, չէին գրնալ ուտել։ Իսկ զարմանալի օրեն 6-րդ օրվան գրտնագի հավաքածը 7-րդ օրը թար մեր գարձեք հիմա դրված, փերված, դրված։ Այսօր ամենն է Այսօր ամենն է մեր վիճակը։ Այսօր մտահոգ ենք բավալ։ Մտածել ուրիշ է, մտահոգվել ուրիշ է։ Եվ adică անցած շաբթում մենք արինք օրինակը Հովսեփի Փարավոնի երազի բացատրության։ 7 բարարդ տարիները, 7 սովի տարիները։ Ինչ որ պետք է ամփարել բարարդության տարիներուն, սովի տարիներու համար, adică Աստծո գոմե դրված բադվեր է։ Փարավոնի ճամփով ներկայացված երազի ճամփով։ Ինչ որ Աստված ինքը կպատվիրե, հետևաբար հնազանդիմ այդ պատվիրանին։ Եթե ինքը սա որ գրտնագի հավաքե, այն ադեն գրտնագի հավաքեմ։ Բայց եթե եք ինքը սա մի հավաքել, կնշան մի հավաքել։ Ես ինչու այսօր դմտահոգվի վաղվան համար։ Երբ որ ունիմ իր ներկայությունը իմ կյանքիս մեջ, ինչու մտահոգվիմ։ Ուրիշ հարց որ մտածումը ինք որ գսե կպատվիրե ինձի այս ծևով է, արդեն կնշա ինձի ուղղությունը գտա ինչպես ընելու։ Եթե պետք է գրտնագի հավաքել այնքանադե որ իր գոմե դրված պատվիրան է։ Բայց ոչ թե իմ մտահոգություններս թելադրված, իմ հաշիվներս թելադրված ասեմ, գիտես ինչ, չես գիտեր վաղը ինչ կլա, ինչ չլա։ Ահա կտեսնենք այսօրվան պատերազմի վիճակները, այսօր կտեսնենք սղաճը, տնտեսական տագնապները։ Եթե պահեստ ունենք, եկեք պահեստը լեցնենք, վաղը ինչ կլա, ինչ չլա։ Վաղը պատերազմ կլա, վաղը խանութները կկոծվին, եւ հատիկա տեսանք քանի տարիներ առաջ։ Համաճարակի առիթով տեսանք մարդիկ ինչպիսի տագնապներու մեջ են անցան։ Չսերամար մենք նույն տագնապներու մեջ են անցան։ Մենք մտահոգվեցանք։ Արդակնոցի թուղթեր ապահովելու, չգիտեմ ճուրեր ապահովելու, որպես հանգարց չլա թե կդրվենք այդ բոլորեն։ Այսօր մի վիճակներում մեջով կանցի մարդարարածը, որովհետև դակավին չունի այս բոլոր փարիկները վայելել է հետո գսե Աստվածաշունչը, անոնք շարունակեցին անհնազանդ ըլլալ եւ դերը փորձեցին եւ ինչ ծևով փորձեցին։ Տեսնենք, նայենք, հիմա հաց ուզենք, արդյոք հաց պիտի դա կամ ոչ։ Եվ արդեն գնշակ թերերը փոխվեցան։ Դերը դարձավ ծառա, ծառան դարձավ դեր։ Ինչ են մեր աղոթները։ Խնդրանք ոչ։ Մեր աղոթներն ալ այսպիսին են։ Դերի եւ ծառայի։ Մենք կդառնանք դերը, ինքը կդառնա ծառան։ Եվ մենք իրեն կներկայացնենք ցանկը, ըստ վաղը կմիանանք, վաղը կտեսնենք, վաղը կհանդիպենք։ Տեսնենք թե ցանկեն որ մեկը կատարեցիր, որ մեկը դակավին չես կատարած, եւ հաճախ հարց կտանք, ինչու չի կատարեցիր։ Ինչու ուշացար կատարելու։ Եվ մենք կդառնանք դերը, զինք կդարձնենք ծառան։
Եվ գսե նույն սևով փորձեցին անաբադի մեջ։ Եվ Աստված գսե դվավ իրենց հացը։ Դվավ իրենց միսը, լորամարքիները։ Եվ օգտագործելով հարավային հովը փչեց։ Լորամարքիները եկան։ Եվ այնտեղ գանք արին, վրաններու եւ ինգան, թափթփեցան։ Եվ այնքան գշտացան։ Եվ Դագավին իրենց բերնի մեջ բադարը Աստված իրենց հարվածեց։ Որտեղ Դագավին իրենք բադարը բերնի մեջ իրենց մտքեն դարձյալ անցուցին նույն անհնազանդությունը։ Ինչ կուզես, հաց կուզես, արկես է հաց։ Բայց այդ հացը այլես օրհնություն չէ։ Այդ հացը անեծք է։ Որտեղ նպատակը ուզելու նպատակը անոր մեջ կկայանա։ Եվ անոր համար Քրիստոս իր փորձությամբ անաբադային փորձությամբ եկավ ցույց տալու մարդը միայն հացով չէ որ կապրի այլ Աստծո խոսքով միայն հացով չէ որ կապրի ըսել ուզեց Քրիստոս մարդը միայն մարմին չէ մարդը նաև հոգի է եւ հոգի առավել է քանս մարմին որովհետեւ մարդս հերացնել ընչակաղցութենեն մարդուս մեջ թափրեցնել ցանկություն կոչվածը որտեղ ինչն է մեզ հերացնող Աստծուց մեր այդ ցանկությունն է որը այդ ցանկությունը ավելի որտեղ այդպես էր չէ ինչ էր ճարին այդ ներկայացուցածը ինչ էր աչքին հաճելի քիմքին համեղ այն ինչ որի մեջը ցանկությունը կարտընցնել որտեղ ցանկությունը նաև ինչով պիտի արտնա կամ տեսնելով կամ լսելով կամ ոտք վտալով կամ համտեսելով այն բոլոր զգայարանքներով որոնք ունենք Եվ ինչու է որ բադական չէ, ինչու է որ մգրդության ժամանակ գթրոշմվին այդ բոլոր զգայարանները, որպեսի պաշտպանված ըլլան Սուրբ Հոգիի զորությամբ։ Որպեսի այդ զգայարանները ճիշտ ձևով օգտագործելու, որովհետև Աստված տված է այդ զգայարանները, բայց այդ զգայարանները ճիշտ ձևով օգտագործելու։ Բողոս Արաքյալը գսե ճիշտ է, ուդելիքի եղած է ստամոքսին, ստամոքսի եղած է ուդելիքին։ Բայց զգուշ եղեք, կսե ինչ ձևով գոպտագործեք այդ ուդելիքն ու այդ ստամոքսը։ Ինչ բանին ավելի առավելություն կտանք։ Որտեղ կսե ավարտին երկուքն ալ պիտի վերջ տան, ուդելիքն ալ վերջ պիտի տրվի, այդ ստամոքսն ալ, որպես ֆիզիկական հասկացողություն եթե կմտածենք։ Բայց վերջական ինչն է որ պիտի մնա կսե։ Հոգին։ Հոգին ինչպիսի սնունդ տված է մեզ։ Հոգին ինչպիսի պատրաստություն դեսած է պատրաստվելու թիմավորելու համար իր փեսան ինքը որպես հարսը եթե եւ դա բարձր զգուշ եղեք նույն աննազանդության եւ ապստամբ վիճակի մեջ նաեւ դուք չլալու համար հիշեցեք գարթացեք վերագարթացեք վերհիշեցեք վերաթարմացուցեք ձեր մտքերում մեջ որպեսզի նույն սխալը նաեւ մենք չունենք Բայց նույն սխալը այսօր ալ նույնը կնենք։ Փոխանակ ասելու ինձ մի առաջ մեկը ինգավ այդ փոսը, փոխանակ այդ փոսը շրջանցելու, գսե it's okay։ Ես ալ ինամ այդ փոսը, տեսնեմ ինչպես կլա ինալ այդ փոսի մեջ։ Փոխանակ ժամանակ շահելու եւ այդ փոսը շրջանցելու։ Եվ ադորամը ասեմ ցեզի Աստծո ստեղծած անասունները, անփանք անասունները ավելի փանավոր են, քան է փանավոր էակ մարդ արարածը։ Որտեղ էժը որ այդ փոսի մեջ մեկ անգամ ինա, հաջորդին կշրջանցե։ Մարդը որ այդ փոսը ինա, 100 անգամ գինա, առանց անդրադառնալու։ Դա այնտեղ փոս կա, զգուշ պետք է։ Այսօր վսեն հերու լսողած։ Բայց վերջը մեր վիճակն է, մարդուս վիճակն է։ Եվ շարնակ է Ճիշտ է որ ժայրին զարգամ ճուր պխեցուց, հորթարատ վտակներ հոսեցավ եւ իրենք կվգայեն այդ բոլորի մասին։ Ճիշտ է Աստված դվավ մեզի ճուրը, բայց արդյոք գրնա նաեւ հաց տալ կամ միս տալ, միս հայթայթել իր ժողովրդին։ Դերը լսեց եւ զայրացավ։ Դերը լսեց, դերը գլսե։ Այնպես չէ որ դերը չի լսե կամ կարևորություն չի դառնի ինչ կսենք, ինչպես կարգայթվի։ Չէ դերը գլսե
եւ ի բանջեր հարկի նաեւ գզայրանա եւ գսե գրագի վես կոծավարեցավ իր ժողովրդի թեմ եւ փառության փորփոքեցավ անոնց վրա որովհետեւ Աստուծո չհավատացին եւ անոր փրկության չվստահեցան Աստծո չհավատացին չուր տալով եւ Աստծո դված փրկության չաբավինեցան որովհետեւ Աստված զիրենք Եգիպտոսեն հանեց ոչ թե բարձրապես զիրենք Եգիպտոսեն հանելու համար այս զիրենք Եգիպտոսեն հանեց փրկեց խոստացված երկիր տանելու համար այս միտքը իրենք չբահեցին թե Աստված ինչու մեզ հանեց Եգիպտոսեն իրենք մորցած էին թե Աստված ինչ տված էր խոստում իրենց նախահայրերուն Աբրահամին, Իսահակին, Հակոբին եւ երբ որ Աստված գահանտիվի Մովսեսին անգեզ մորենի մեջով երբ որ կխոսի կսե ես հիշեցի իմ տված խոստումս Աբրահամին, Իսահակին, Հակոբին եւ լսեցի իմ ժողովրդիս աղաղակը եւ հիմա եկած էր պահը որովհետեւ զիրենք ազատեմ Եգիպտոսի ստրկությունը եւ երբ որ քնած Մովսես այս է որ քարոզեց որ Աստված հիշեց հարմար ժամանակը հիմա ասած է որովհետեւ իր տված խոստումը իրականացնե ինչ խոստում Աբրահամի տված խոստումը Քեզ պիտի օրհնեմ ու սերունդդ օրհնելով պիտի օրհնվի, այդ սերունդով ազգեր պիտի օրհնվին եւ ես քեզի պիտի տամ այդ խոստացված երկիրը։ Բայց Աբրահամը չարավ այդ երկիրը։ Աբրահամը չտեսավ այդ երկիրը։ Ընդհանրակ Աբրահամը գսե հերվեն տեսավ այդ երկիրը։ Հերվեն տեսավ եւ ուրախացավ։ Բայց Աբրահամը ինչ տեսավ։ Աբրահամը տեսավ Աստծո պատրաստած փրկությունը։ Եվ այդ փրկությամբ նաեւ ուրախացավ։ Եվ այդ ուրախությունը ինչի մեջ կգայանար Աբրահամի, որտեղ Աբրահամ նաև տեսավ ինչով պիտի կատարվի այդ փրկությունը։ Հիսուս Քրիստոսով։ Անորամար է որ արիթոմը Քրիստոս պիտի ասե օրենքի ուսուցիչներուն, «Ձեր հայրը Աբրահամ զիս տեսավ եւ ուրախացավ»։ Եվ անոնք հարց կտային, «Մեր հայր Աբրահամ քեզ երբ տեսավ ուրախացավ»։ Զենոթոց գիրքի մեջ Աբրահամ տեսավ եւ ուրախացավ։ Որու տեսավ։ Քրիստոսը տեսավ։ Քրիստոսի ինչը տեսավ։ Քրիստոսի փերած կատարելի փրկությունը տեսավ։ Եվ անով ուրախացավ, որ Աստված ինչ որ խոստացած էր, ժամանակներ պիտի կան, որ այդ խոստումը պիտի կատարվի։ Բայց այս բոլորով անոնք չհավատացին եւ անոնք Աստծո փերած փրկության չվստահեցան։ Եվ որովհետեւ չվստահեցան ինչրին, բնականաբար ուրիշ աստվածներու յետևեկացին, որովհետեւ տեսնեն երևի իրենց այդ դժվարության եւ այդ նեղության մեջ միթե արդյոք այդ մյուս աստվածները զիրենք պիտի ազատագրեն կամ ոչ եւ ադորաման Երեմիայի մարգարեության մեջ եւ այլ ուրիշ մարգարեական քերքերու մեջ ինչ կսե Աստված գհիշեցնե դուք ինչու կսե Եգիպտոս գացիք դուք ինչու կսե այսին ճամփաները գեր դուք ինչ կնեք այդ ճամփաները երթակ ինչ կնեք երթակ օգնություն խնդրեք երթակ համացայնություն կնքեք Երթակ ուխտ կնքելու։ Այսօր ամեն ինչ գբարձվի մեր արջևս, նույն պատմությունն է։ Անունները փոխված են։ Նույն պատմությունն է։ Ասորեստանի թագավոր չէ, ուրիշ է, այսօրվա թագավորությունն է։ Բայց նույն պատմությունն է, որ կգրտնվի։ Երկրե երկիր կճամփորդեն ղեկավարները, որովհետեւ ինչն են, համացայնություն կնքեն։ Որովհետեւ թաշին կնքեն, ուխտեր կնքեն։ Սակայն Աստված որու է ուզեց կնքել ուխտը Մարդ Արարածին հետ, մարդուն հետ, եւ առաջին ուխտը որու հետ կնքեց Նոյին հետ, հետո այդ ուխտը վերանորոգեց որու հետ Աբրահամին հետ, այդ ուխտը վերանորոգեց Հակոբին հետ, եւ այդ ուխտը ավարտին վերանորոգեց եւ իր ավարտին հասուց Հիսուս Քրիստոսի հետ, արեք խմեցեք այս է ուխտի նշանը, փաշակը, խմեցեք այս փաշակը, ուխտն է այդ թաշինքն է որ կգնկվի, բայց ինչով կգնկվի Քրիստոսի արյամբ այսօրվան թաշինքները ինչով կգնկվին թուղթի վրա գրված որ հանգարց գնշան հաջորդ նախագահի հաջորդ ղեկավարի ով որ է այդ թուղթը գրնա մեկ կողմ տրվի այդ պայմանները գրնան փոխվի բայց Աստծո հետ գնկված ուխտը հավիտենական ուխտ է
Անգամը որ ասված գնքեց այդ ուխտը ամփոփող ուխտ է, որը մեկը չի կրնար փոխել այդ ուխտը, ինչու որովհետև ինք իսկ է գնքողը այդ ուխտին, ինք իսկ է դերը այդ ուխտին, իր իսկ արյամբ գնքեց այդ ուխտը, ոչ թե բարձրացի ուխտի վրա արձանագրեց։ Եվ այսօր մի վիճակն է, որում մեջ ենք ասի մարդկությունը։ Եվ այս բոլոր փարիկները վայելելով Դագամի նույն վիճակի մեջ է մարդը, որ կշարունակի փնտրելու իր օգնությունը, բացի Աստծուց մույս բոլորեն։ Եվ անորամարա Դավիթ մեկ այլ ուրիշ բան կսորվեցնե։ Սամոսներու մեջ կսե ես իմ օգնությունս որ մե է որ գուզեմ ստանա։ Որ մե գուզեմ ստանա։ Որ գուզեմ ապավինի։ Շատեր կսե իրենց ցիերուն, շատեր իրենց գարքերուն։ Բայց ես կսե ամենակարողին Գաբավինիմ կվստահիմ եւ անգե որ պիտի կա իմ օգնությունս դերը լսեց զայրացավ գրագի վես փոցավարեցավ փարգության փորփոքեցավ որտեղ Աստծո չհավատացին անոր փրկության չվստահեցավ վերեն հրաման տվավ ամբերուն երկինքեն թռները բացավ որպես ուդելիկ երկինքեն մանանա տեղացուց երկնային հաց տվավ մարդիկ ռեշտակներու հացենգերան Աստված զանոն կերագրով լիացուց երկինքեն արևելյան հովը հանեց իր զորությամբ հարավային հովը բերավ Եվ արադորեն փոշի արադության միս տեղացուց Ձովու ավազի վես անհամար թրջուններ տեղացուց Զանոն թափեց իր ժողովրդի փանագավայրի մեջտեղ անոնց վրաներու շուրջ բոլոր անոնք գերան արադորեն լիացան Աստված իրենց ցանկացածը տվավ բայց Դագավին հակեցուցած չէին իրենց ցանկություն Եվ ասիկա ցույց կտա մարդուս կերպարը մարդուս ով լալը Հաց կուզե գուդաս հացը, այսական միտ կուկա չուրը, չուր գուդաս այսական միտ կուկա միսը գուդաս այսական կուկա հակուստը գուդաս կուկա ուրիշը։ Եվ այս բոլորով Դագավին գսե չհակեցուցին իրեն ցանկությունը, ուդելի կանոնց մեջ բերնին մեջներ Դագավին, երբ Աստծո փառությունը փորփոքեցավ անոնց դեմ, սպանեց անոնց ղեկավարները, գոդորեց Իսրայելի ընդրանին։ Ինչու՞, որտեղ այդ ղեկավարը, այդ իշխանը, այդ ընդրանին այնտեղ էր, որպեսզի սորվեցներ այդ ժողովրդին։ Սորվեցներ այդ ժողովրդին։ Բավարարությունը, շնորհակալ ըլլալը, ընդունինը Աստծո տված բարիքները, եւ շեշտը տնել Աստուծո, փոխանակ իր այդ ցանկությունները։ Եվ ադիգա դարձավ իրենց համար նշան, որ Աստված ինչպես ինչ կնե, ինչ կուզենե, երբ որ ժողովուրդը Դագավին գշարունակե անհավատարմության մեջ մնա։ Եվ հետևաբար այսօր երբ որ բահեցողության շրջանի մեջն ենք, բահեցողությունը երբ որ ճուդել է կամ ուդելու հետ կապված է, որովհետեւ մենք շեշտը դրած ըլլանք, որ ուդելիքը ավելի կարևոր ինչ բան կա որու վրա է որ մենք պետք է աշխատենք։ Որտեղ ասեմ ցեզի 40 օր հետո, ավակ շաբաթը անցնել է հետո, դարձյալ պիտի վերադառնանք նույն ուդելիքին։ Դարձյալ պիտի վերադառնանք նույն մեր ցանկություններուն։ Իսկ եթե դեպք բամը չփոխվեցավ այս ընթացքին, ի՞նչն է նպատակը այս բայցողության։ Եթե մեր մեջ են չհերացուցին այն որտեղ բամը ուդելիքը մեզ մե հերացուցին։ Բամը այդ ուդելիքը մեզ մե հերացուցին, բայց հետո ժամանակ մեր այդ ուդելիքը ետ պիտի վերադառնա մեր սեղաններուն, մեր առօրյային պիտի վերադառնա, բայց այս միջոցին ինչ հերացուցինք մեզ մե, ադելությունը հերացուցինք, փառությունը հերացուցինք, նախանցը թշնամությունը հերացուցինք, սերային ցանցարցակ ցանկությունները, մոլությունները հերացուցինք, եւ դա միայն 40 օր փորձեցինք զսպվել 41-րդ օրը կամ Զադիգեն ամիջավես հետո ինչպես որ ուդելիքներուն վերադարձան, նույն ծևով վերադառնալու նույն ցանկություններուն, նույն փառության, նույն թշնամության, նույն ադելության, նույն նախանցին։ Ինչով փոխվեցան։ Բանոն ուրեմն փոխված չեղան։ Եվ երբեք զարմանալի չէ, երբ որ դեր Աստված գսե մարգարեին, եւ այս ժողովուրդը գսե, որտեղ զիս միան շրտներով գվաշտե, անոր սիրտը ինձ մերուի։ Հետևաբար զգուշ ենք սիրելիներ, որ հանգարտ չլա թե Աստված
Նա է մեզի համար ըսել, որ այս ժողովուրդը զիս շրտներով կբաշխտի, բայց անոր սիրտը ինձ հեռու է։ Եվ սիրտը կնշանակի ցանկություններն են։ Մեր ցանկությունները ուր են, ինչի վրա են։ Ինչպես Պողոս առաքյալը ասել, մեկ ցանկություն ունի, մեկ պապակ ունի, Քրիստոսի հետ լավ։ Մեր ցանկությունները ինչ են այսօր։ Ճիշտ է, առողջություն ուզենք, գործաճողություն ուզենք, ընտանեկան համերաշխություն ուզենք, ինչ վիճակներում մեջ են, մեր պապակն է, մեր ցանկությունն է, մեր խնդրանքներն են։ Բայց այդ բոլորեն ավելի կարևորը Հիսուս Քրիստոսի հետ ըլլալ ուզենք կամ ոչ։ Որտեղ ինչ որ ուզենք, ուտա, սա Քրիստոս, խնդրեցեք պիտի դրվի ցեզի։ Բայց ամեն բանի առաջ ինչ խնդրեցեք։ Խնդրեցեք Աստծո արքայությունը։ Խնդրեցեք Աստծո կամքը։ Եվ եթե հարցնեք ինչ է Աստծո կամքը, Աստծո կամքը մեկ է։ Մեր հոգիներու բռնությունն է։ Մեր հոգիներու բռնությունն է, որ Աստված կուզե։ Եվ այդպես կսե Եզեկիելի մարգարեին. Ես մեղավորին մահը չեմ ուզեր, այլ անոր թարցը եւ բռնությունը ուզեմ։ Աղոթենք։ Բաբան ամենայնի Քրիստոս աչքողովանի լիցի վերամերի նվե եւ քիշերի ինստիվի դանի կնալի ճանապարհ Ին ընչել և իհարդեն զիմի երբեք սասանեցայց և ողորմյա քո արարացոց և ես բազմամեղացս, ամեն